Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակաբո Ջորիշվիլին տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։ Նրա խոսքով Վրաստանը և Թբիլիսին միշտ եղել և լինելու են այն վայրը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել այն որպես երկխոսության հարթակ։ Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան Կենտրոնական Ասիա ձևաչափով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆն այսօր հնարավոր է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է X-ը հղում անելով իր աղբյուրներին։ Այցի այլ նպատակներ հայտնի չեն։ Սա կլինի Ուիտկոֆի և Պուտինի արդեն երրորդ հանդիպումը։ Թրամփի բանագնացը Մոսկվա էր այցելել մարտ ամսին և ներկայացրել Սպիտակ տան ղեկավարի ուղերձը Ուկրաինայում հրադադարի առաջարկի մասին։ Մոսկվան բաց է լուրջ առաջարկների քննարկման համար, որոնք հաշվի կառնեն ժամանակակից իրողությունները և կհանգեցնեն հակամարտության բուն պատճառների վերացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Խոսելով Կիևի հետ ուղիղ բանակցությունների մասին, Պոլիշչուկն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք պատրաստ չեն դրան։ Պոլիշչուկը հիշեցրել է, որ ուկրաինական կողմն էր, որ դադարեցրել է ուղիղ շփումները Ռուսաստանի հետ 2022 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա սեպտեմբերին սահմանել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների պաշտոնական արգելքը, որը մնում է դեռ ուժի մեջ։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ռուսաստանի կողմից բանտարկյալների փոխանակման ժամանակ բալետի պարուհի Քսենիա Կարելինայի ազատ արձակումը։ Կառավարության նիստի ժամանակ լրագրողներին ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարելինան մեղադրվում էր պետական դավաճանության համար, քանի որ ուկրաինական հիմնադրամին $50 էր փոխանցել։ Նա ազատ է արձակվել նախագահ Թրամփի ջանքերով, աշխատում ենք վերադարձնել ազատազրկված բոլոր ամերիկացիներին, նշել է Մարկո Ռուբիոն։ Ի պատասխան Միացյալ Նահանգները ազատ է արձակել Արտուր Պետրովին, որը ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում երկակի նշանակության միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։ Գործադիր մարմնի անդամների հետ հանդիպման ժամանակ Թրամփն անդրադարձել է նաև Գազայում տիրող իրավիճակին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել պատանների վերադարձի հարցում և որ ինքը շարունակում է շփումները Իսրայելի և Համասի հետ։ Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ չի հայտնել բանակցություններից։ Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 12-ին ուղիղ բանակցություններ է վարելու Իրանի հետ քննարկելու միջուկային ծրագիրը։ Մենք հուսով ենք, որ դա կհանգեցնի խաղաղության։ Մենք շատ պարզ ենք ասել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք, ասել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև Օմանում ապրիլի 12-ին սպասվող հանդիպումը կորոշի, թե արդյոք Թեհրանը լուրջ է տրամադրված, թե ոչ, հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, չբացառելով, որ երկու երկրի միջև բանակցությունները կարող են շարունակվել։ Այդ հանդիպումը շատ կարևոր ազդակներ կտա Վաշինգտոնին հետագա քայլերի պլանավորման համար, հայտարարել է Բրյուսը։ Թեհրանն իրական հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հավելել Միացյալ Նահանգները պետք է գնահատի այս որոշումը, որն ընդունվել է չնայած ամերիկյան կողմի ագրեսիվ հռետորաբանությանը։ Մենք մտադիր ենք գնահատել մյուս կողմի մտադրությունները և որոշում կայացնել այս շաբաթ, հավելել է Էսմայիլ Բաղաեն։ Վաղ Օմանում կկայանա Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։ Հիմնական բանակցողները կլինեն Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Մերի Ներսիսյան, լուրեր։